Բարև ձեզ։ Փաստինֆոյեթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Իրանում շարունակում են ռազմական բախումները եւ Իրանը ծանր հարվածների է ենթարկվում, իհարկե պատասխանելով նաեւ Միացյալ Նահանգներին եւ նրա դաշնակիցներին։ Այս ընթացքում Իրանի խորհրդարանի 180 պատգամավոր հանդես է եկել նախաձեռնությամբ, որով պահանջում է Իրանին դուրս գալ Միացյալ Նահանգներից ստորագրած հուշագրից, բացի այդ հետաքննություն անցկացնել բանակցային ողջ գործընթացը պարզելու համար։ Իրանում ունեն կասկածներ, որ բանակցողները, որոնցից հիմնականը Գալիբաֆն է, այսինքն խորհրդարանի ղեկավարը եւ Իրանի արտգործնախարար Արաղչին, զավաճանել են Իրանի շահերին եւ ավելի շատ զիջումներ են կատարել, քան պետք էր Միացյալ Նահանգների հետ իրենց վարած բանակցությունների արդյունքում։ Սա չափազանց հետաքրքիր է։ Այս ամենի արդյունքում կարող են Իրանում ներքաղաքական լուրջ զարգացումներ տեղի ունենալ եւ բարեփոխիչների կուսակցությունը ոչ միայն կարող է կորցնել իշխանությունը, այլև փաստերի հաստատման դեպքում առհասարակ հեռացվել իշխանությունից։ Սպասենք տեսնենք, թե իրականությունը ինչպես է լինելու եւ ինչ նոր իրադարձություններ են սպասվում մեզ բոլորիս Իրանի հետ կապված։ Երկրորդ թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, կրկին Մերձավոր Արևելքի հետ է կապված։ Իրաքի կառավարությունը որոշում է կայացրել, որով Հեզբոլլահը եւ Իսլամական պետություն կազմակերպությունները մցվել են ահաբեկչական կազմակերպությունների ցանկ։ Այն, որ Իսլամական պետություն կազմակերպությունը դա ահաբեկչական կազմակերպություն է, բոլորիս է հայտնի եւ Իրաքի կառավարությունը դա պետք է աներ, բայց ինչու է նա միաժամանակ նաեւ Հեզբոլլահին մցնում այդ ցանկի մեջ։ Հետաքրքիր է, որ Հեզբոլլահին նման ցանկի մեջ կարող է մտցնել նաև Լիբանանի կառավարությունը, ով արդեն հայտարարել է, որ Հեզբոլլահը պետք է զինաթափ արվի։ Իրաքի կառավարությունը բավականին վտանգավոր խաղ է խաղում։ Այս պահին Իրաքը անվերապահորեն աջակցություն է ստանում Իրանից, եւ եթե Հեզբոլլահն, ով եւս հանդիսանում է դիմադրության շարժման մասնիկ, եւ եթե Հեզբոլլահի նկատմամբ սկսվեցին ինչ-որ գործընթացներ, ապա Իրաքում եւս կարող են տեղի ունենալ փոփոխություններ, ընդհանուր մինչեւ իշխանության փոփոխություն։ Իրաքի կառավարությունը ամեն դեպքում շարունակում է Միացյալ Նահանգների հետ ունենալ ջերմ հարաբերություններ եւ Միացյալ Նահանգներից պարբերաբար պատվիրակներ են գալիս Իրաք, որպեսզի շիա աշխարհազորայինները զինաթափվեն, որպեսզի Հեզբոլլահի նկատմամբ նման որոշումներ կայացվեն։ Խնդիրը շատ պարզ է, պետք է թույլատնել Իրանին եւ Իրանի ազդեցությունը Իրաքում։ Եթե այս ամենը տեղի ունեցավ, ապա Իրաքյան Քուրդիստանը եւս կարող է օգտագործվել Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ իրենց ապագա պլաններում։ Այնպես որ սպասենք Իրաքում իշխանության փոփոխության կամ բավականին լուրջ ներքաղաքական իրադրության փոփոխության, եթե ամեն դեպքում Իրաքի կառավարությունը գնա այս քայլին եւ Հեզբոլլահի նկատմամբ որոշակի գործընթացներ սկսի։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Ուկրաինայի հետ է կապված։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ֆյոդորովը հրաժարական է տվել եւ մեղադրում է զորքերի հրամանատար Սիրսկուն, ինչպես նաեւ Զելենսկուն անարդյունավետ կառավարման համար։ Իհարկե Զելենսկին շտապել է պատասխանել, որ դա Ֆյոդորովի անձնական կարծիքն է, որ Ուկրաինայի հետ կապված որևէ խնդիր չկա, զորքերում որևէ խնդիր չկա, բայց իրադարձությունները բավականին տարօրինակ են զարգանում եւ ուկրաինական զորքերը տարածքի հետևից են հանձնում։ Հենց այս հարցում է Ֆյոդորովը մեղադրում Զելենսկուն եւ մեղադրում նաեւ Սիրսկուն։ Բացի այդ, Ուկրաինայի ԵՄ-ի հետ ունեցած հարաբերությունները կարծես թե այդքան էլ անամպ չեն եւ շարունակում են վատթարանալ։ Ինչպես հայտնի է, Եվրոպական միության երկրները այդպես էլ չեն կարողանում միասնական կարծիք ձևավորել Ռուսաստանի նկատմամբ 21-րդ պատժամիջոցների փաթեթ ընդունելու հարցում։ Հունաստանը եւս նախորդին հայտարարել է, որ չի միանալու այդ պատժամիջոցներին։ Պատժամիջոցների դեմ էին արտահայտվել նաեւ մի շարք եվրոպական երկրներ, ովքեր հասկանում են, որ պատժամիջոցները ոչ միայն ոչինչ չի տալու, այլ նաեւ ավելի է վատթարացնելու Եվրոպական միության տնտեսական վիճակը։ Փորձագետները նաեւ ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ չնայած Եվրոպական միությունը հայտարարում է արգելք Ռուսաստանից գազ գնելու հետ կապված, բայց անցյալ տարի ռուսական հեղուկ գազի 90%-ը գնվել է Եվրոպական միության երկրների կողմից։ Սա բավականին լուրջ ցուցանիշ է եւ միլիարդավոր եվրոներ են հոսել ռուսական բյուջե հնարավորություն տալով Ռուսաստանին ակտիվորեն շարունակել պատերազմը Ուկրաինայի դեմ։ Այնպես որ ինչպես ասում են պատերազմ, բայց յուրաքանչյուր իր շահերն ունի եւ եվրոպական երկրներում աստիճանաբար հասկանում են, որ այդ շահերը պետք է վերլինի Ուկրաինայի համար մղվող պատերազմից, քանզի եթե տնտեսական առումով իրավիճակը չկարգավորվեց եւ չկայունացավ, ապա եվրոպական երկրներում լուրջ իրադարձություններ են տեղի ունենալու եւ նաեւ ընդհանուր մինչեւ իշխանափոխություն։ Այս ամենը եվրոպական պետության ղեկավարները շատ լավ հասկանում են։ Եվ իհարկե այս ամենը չի բխում Ուկրաինայի շահերից, քանզի պատժամիջոցների չընդունվելը Եվրոպական միության կողմից հստակ ազդակ է լինելու Կիևին, որ նրա հետ կապված որոշակի փոփոխություններ կան Եվրոպական միության պլաններում։ Սպասենք տեսնենք իրավիճակը ինչպես է զարգանում։
Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, դուք շարունակեք բաժանորդագրվել մեր YouTube անալիքին, ինչպես նաև շնորհակալ ենք այն նվիրատվությունների համար, որ արվում է ձեր կողմից մեր ալիքի աշխատանք նախապան ապահովելու համար։ Այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ անգամ։